Ողջույն բոլորին, այսքան ժամանակ ֆայլ ենք բացել, կարդացել, ֆայլի մեջ գրել ենք, ընտիրա շատ ուրախալի է, հիմա եկեք տեսնենք, թե ոնց կարանք միանգամից մի տողով, մի հատ with-ով ավելի ճիշտ, համ բացենք մի քանի ֆայլ, համ կարդանք մի քանի ֆայլ, ինչ ուզենք անենք մի խոսքով, միանգամից մի քանի բանի հետ։ Անցնենք խնդրին, խնդիրը հետևյալն է, ունենք source.txt, աղբյուր.txt ու student.txt, ուսանող.txt ֆայլեր, այս student.txt-ը մի հատ ինչ-որ բան է գրել, line is important, source.txt-ը մի հատ ինչ-որ աղբյուր է, line 1, line 2 բառերն է պարունակում, հիմա մեզ հետաքրքիր է, թե այս ուսանողը սրա տեքստը, որ գրել է, այս նյութի բառերի որ մասն է օգտագործել այս աղբյուրի բառերի, Ստեղ 3 հատ յուրօրինակ բառ կա, line-ը, 1-ը, 8-ն, այս մյուս line-ը կրկնվող է։ Ու այս սրանցից այս line-ը ստեղ կրկնվում է։ Այսինքն 3 հատ բառ կար, 1-ը կրկնվեց, այսինքն 1/3-ը նույն ինքը 33.33333% է։ Դա անցանք գրելու։ Պետք է կարդանք այս մեր մուտքերը ու արդեն մեր կարդալը կանենք մի հատ with-ով։ Պետք է ասենք մի հատ բացի source.txt-ը, եկեք իրան բացենք որպես source փոփոխական, ու մի հատ էլ ասենք, որ բացի, եկեք իջնենք նոր տող, ասենք մի հատ էլ բացի student.txt-ը, որպես student։ Հիմա, որ մի հատ ազատվենք կրկնօրինակներից բառերի, եկեք նախ կարդում ենք տեքստը, ասենք source.read, ու միանգամից բացատներով բաժանենք, այսինքն մեզ պետք է համ նոր տողերով բաժանել, համ բացատներով, դրա համար կգրենք այստեղ split, ու հիմա սա ցուցակ եղավ, մենք որ կրկնօրինակներից ազատվենք, սրանք կրգրկենք ուղղակի set-ի մեջ, այստեղ կարանք ասենք, որ մեր source set-ը հավասար է այսրան, set ու այսքանը, ու նույն պատմությունը պետք է անենք բանի համար, student set-ի համար, այստեղ էլ student, եկեք մի հատ տպենք, տեսնենք, թե ինչ եղավ, այս մեր source set-ը, մի հատ էլ print անենք մեր student set-ը, տեսեք, ստացանք երկու հատ բազմություն, ամեն մեկի մեջ առանց կրկնօրինակ բոլոր բառերն են, որ հանդիպում են, հիմա պետք է նայենք, թե այս որ բառերն են, որ բռնում են իրար հետ, այսինքն այս երկու բազմությունը պետք է իրար հետ հատենք, գրենք, որ երկու տեղն էլ կա, այսինքն երկուսն էլ ասենք both, երկուսն էլ, սա թող հավասար լինի այս երկուսի հատմանը, կամ պետք է գրենք այսենց ու ասենք intersection, կամ էլ ավելի հարմար ուղղակի օգտագործենք այդ հատման նշանը, այս ամպերսանտի նշանը եւը։ Այս երկուսի հատումը այսպես կգրենք։ Եկեք հիմա տպենք, թե ինչ է մեր հատումը արտահայտող փոփոխականը։ Ինքը եղավ մենակ line բառը։ Հիմա մեզ պետք է պարզել, թե այդ հատումը source-ի որ մասն է կազմում, այսինքն մեզ պետք է այս հատման բառերի քանակը բաժանենք աղբյուրի բառերի քանակին, այսենց, յուրօրինակ բառերի ընդ որում, ու այս պատմությունը բազմապատկենք 100-ով, որ ստանանք տոկոս։ Ու սա եթե տպենք, ստացանք ճիշտ պատասխան, մեր մի քիչ պոչը երկար է, բայց էությունը ճիշտ է։ Դե, մերսիներ, հաջողներ։